Այս գործի շրջանակներում, հենց այս գործի շրջանակներում Հովիկ Աղազարյանի հեռախոսը արգրավվել է քննիչի կողմից եւ այդ հեռախոսային հաղորդակցության բովանդակությունը հայտնվել է տարբեր մարդկանց մոտ։ Կրկնում եմ, այս գործի շրջանակներում, որով դուք միջնորդագիր եք բերել ազգային ժողով։ Հիմա այդ երևույթը արդյոք նախաքննության գաղտնիքի խախտում չէ։ Արդյոք նման իրավիճակ կարելի է համարել թույլատրելի տարբեր այլ գործերի շրջանակներում, արդյոք համադրելի են, մյուս գործերը նման իրավիճակները մյուս գործերի համար, ինչպես Տիկին Մարիա Կարապետյանը ուրիշ համադրելիության մասին էր խոսում, եւ սա չի գնահատվում արդյոք որևէ միջամտություն գործի ընթացքի վրա, վարույթի վարման վրա, եւ այս պարագայում ինչպես եք դուք պատկերացնում այս վարույթների վարման անաչառությունը, եթե ի սկզբանե գաղտնիության խախտում է կատարվել, ի սկզբանե մենք ունենք փաստեր, որ այդ գաղտնիությունը խախտվել է, եւ ինչպես եք դուք պատկերացնում այդ անաչառության պատկերացումը, եւ արդյոք իսկապես անաչառություն է, թե քաղաքական հետապնդում։ Տիկին Գյուրեգյան, ձեր հարցի մեջ նշված որևէ փաստ իմ միջնորդագրին չի վերաբերում։ Ես ձեր հարցին մեզ միջնորդագրի շրջանակներում չեմ պատասխանել ուղղակի։ Համեցեք արձագանք։ Կինդատախաս, ձեր հենց այդ պատասխանը, այս խուսափողական պատասխանը հրաժարումը նման հարցից, դա անմիջապես ապացուցում է, որ իսկապես դուք խնդիր եք տեսնում այս իմ ասած բարձրացած հարցի շրջանակներում եւ այս պարագայում եթե դուք որևէ խնդիր չեք տեսնում, այսինքն չեք փաստորեն իրար հետ կապ չեք տեսնում, այդ դեպքում ինչ կապ եք տեսնում երկու տարբեր մարդկանց հեռախոսազրույցի եւ Հովիկ Աղազարյանի այդ պահին այդտեղ գտնվելու, դիրքային ապացուցում եք, որ իրենց հեռախոսները նույն տեղում են եղել, բայց փաստը, որ դուք բերում եք, այն է հիմնավորումը, որ երկու տարբեր մարդիկ, որոնք այդ պահին այդտեղ են եղել, իրար հետ հեռախոսով խոսել են Հովիկ Աղազարյանի մասին։ Նույն տրամաբանությունն է։ Դուք հիմա ապացուցում եք, որ այո, իսկապես գործին միջամտություն եղել է եւ այո, այս գործը հիմա եք բերել, որովհետեւ Հովիկ Աղազարյանը հրաժարվել է մանդատը վայր դնելուց, հրաժարվել է կատարելու Նիկոլ Փաշինյանի SMS պահանջը։ Քաղաքական հայտարարություններ ըստ էության։